Ուրեմն մինչ մեր քույրերը նրանք իրենց դասախոսության մեջ են, այս մեր վերջին դասը ավելի վերակաղի նման է, վերանայում ենք այդ բոլոր սկզբունքները, կարևորագույն սկզբունքները, որոնց ուսումնասիրեցինք, թե հոգևոր, թե զգացմունքային և թե ֆիզիկական մտերմության նկատմամբ ամուսնության մեջ։ Եվ հա, մեծամասնությունը նոր նյութեր չեն, ինչ որ կնայենք, ավելի վերանայում են, բայց էլի կան մի քանի նորություններ ալ, բայց հուսով եմ, որ անգամ ևս այդ թարմացումը մեզ շինիչ կլինի։ Ուրեմն ամեն մի այս երեք մասերի մեջ, այս կատեգորիաների մեջ հոգևոր, զգացմունքային և ֆիզիկական 10 տարբեր մտքեր ունենք։ Ամեն մի այդ 10 տարբեր մտքերը քիչով կամ շատով ամփոփում են, ինչ որ այս երեք օրերու ընթացքում մենք միասին ուսումնասիրեցինք։ Հոգևոր մտերմության սկզբունքների մասին խոսանք, 10 ունենք։ Հոգևոր միասնությունը սկսվում է համատեղ հավատքից։ Ինչ ասեցինք, որ զույգը պետք է հավատացյալ լինի, չէ՞։ Ինչ կապ ունի խավարը լույսի հետ, Պողոս առաքյալ ասում է 2 Կորինթացիների 6:14-ում։ Կամ Ամովս 3:3-ում, եթե երկու անձիկ միասին համայցան չլինեն, ո՞նց կարան ընթանալ նրանց ջամփու մեջ։ Եվ սա ասելով մենք ուզում ենք հստակ անել, որ հոգևոր միասնությունը սկսվում է համատեղ հավատքից։ Հոգևորապես անհամապատասխան ամուսնությունը հոգու ամենօրյա լարվածություն է։ Պատկերացրեք, որ դուք տիրոջ զավակ եք, բայց ձեր կինը տիրոջ զավակ չէ։ Խնդիր կարա առաջացնել։ Այդ լարվածությունը կարա այնտեղ լինել միշտ, քիչով կամ շատով։ Եթե ձեր կինը հավատացյալ չէ, շատ անգամ մենք գիտենք, կարող է որ նրա զորօրինակ հագարակ լինելը քրիստոնեական հավատքին դարբեր ձևերով դրսևորվի, բայց էլի կդրսևորվի։ Բայց եթե ինքը ծայրահեղ հագարակ է հավատքի, ինչու որտեղ կարող է որ դու ամուսնացար նրա հետ, երբ դակավին հավատացյալ չէիր, եւ հիմա տեղը եկավ քո կյանքի մեջ, որ դու դերը ողորմություն սապերեց քեզ եւ հավատացյալ ես հիմա, բայց դարբեր երկուսի միջև դարբեր հետաքրքրություններ կան։ Դու ուզում ես տիրոջ ճամփան, ինքը չի ուզում։ Դու ցանկանում ես զորնակ աղոթաժողովի լինել, եկեղեցի գնալ գիրակի օրերը, ինքը չի ցանկանում։ Ինքը կարա դունը մնալ, կամ կարա քեզ հետ գալ, բայց իր հոգսը չէ։ Ինչ պիտի անես։ Նրա համար հոգևոր մտերմությունը սկզբանից առաջ որ ամուսնանանք, պետք է նկատի ունենանք։ Մի հարցնեք, եւ որ աղջիկ մը ծանոթանաք, դուք եկեղեցի գնում եք։ Եթե հա ասե, վերջացա, ուրեմն հավատացյալ աղջիկ է, կարանք ամուսնանալ, չէ, մի խաբեք դուք ձեզ ինքզիկներդ։ Ինչու որովհետեւ պետք է մի քիչ խոսակ, այո, ես չեմ ասում, որ Շերլոկ Հոլմզի նման հավիդյան այսպես քննարկումներ, բաներ անվերջ ծևով լինեն, բայց պետք է ձեր բաժինը անեք, որովհետեւ դիմացինին հասկանաք։ Հավատացյալ է, ամեն բանի առաջ, կարևոր չէ ով է, մի ասեք որ, բայց ինձ սիրում է, ես նրան սիրում եմ, հավանում ենք իրար, փող գա, փառք Աստծո, ծնողները համաձայն են, բայց հավատացյալ է կամ ոչ, սկսենք նրանից։ Հավատացյալ լինելը առաջնագակ տեղ ունի մեր հոգևոր մտերմության սկզբունքների առումով։ Սուրբ գրքի համատեղ ուսումնասիրությունը մտերմությունը կառուցում է։ Նույնիսկ երբ այդ փուլում, որ քրիստոնեական այդ հարաբերությունը, որ ստեղծվում է, այդ սիրահետման փուլի ընթացքում, միասին կարդացեք Աստծո խոսքը։ Ես չեմ ասում, որ ժամեր անընդհատ սերտողություն պիտի անեք, բայց սա ծեր գերբն է, եղբայրներ ջան, որ հասկանաք, եթե դիմացի աղջիկը հետաքրված է կամ ոչ, Աստծո բաներով։ Այսպես հարցեր տվեք, այցեք ասանք
նախասահմանությունը հասկանում է, չէ, գադակ եմ անում։ Մենք երբեմն չենք հասկանում բավարար այդպիսի թեմաները։ Բայց Քրիստոսի վրայով, փրկության վրայով իր հետաքրքրությունը ուր է։ Հասկանում է ինքը մեղավոր է։ Հասկանում է եւ ընդունում է, որ եթե մեղավոր է, հասկանում է, որ ընդունում է, որ մեղավոր է, ով է փրկիչը մեղքերից։ Այս հիմնական բաները կարևոր են։ Ոչ թե դու մգրդական եկեղեցի գնում ես, ես չեմ գնում մգրդական եկեղեցի, կամ հակառակը, ուրեմն մենք չենք կարող իրար հետ շփվել, ծանոթանալու նպատակով ամուսնության համար։ Չէ, այդպես չէ, եղբայրներ ջան, բայց եթե ծեր համոզմունքը այդպես է, Տեր օրհնի, բամսելիք չունեմ անձնապես։ Ես ինչու այսպես ասում եմ, որովհետև իմ համոզմունքս չէ, որ անպայման իմ գինս իմ եկեղեցիուց պետք է լինի։ Սուրբ գրային ո՞ր մի փաստարկ չեմ տեսնում սրա վրա։ Այո, լավ է, եթե աղջիկը նույն եկեղեցիուց լինի, ինչու, որ հետո խնդիրներ հարցեր ավելի չլինեն, որ ինքը չասե, բայց ես այսպես չեմ հավատում, դու այսպես հավատում ես։ Կամ ինքը չասե, դու պետք է մեր եկեղեցին կաս ամուսնալի հետ, չէ, դղամարդը ասում է, դու պետք է կաս մեր եկեղեցին, ես դան գլուխն եմ։ Սա ցեզ կմնա։ Աղջիկը եթե ցեզ հետևի, ինչու չէ։ Բայց սխալ չէ, եթե դղամարդը ասա, ես կարամ ծեր եկեղեցին գալ։ Կարամ աջակցել ծեր եկեղեցին։ Բայց հա, այո, լավ է, եթե սկզբից այդ ասենք կարևոր, ինչ որ դուք կարևոր վարդապետական տարբերությունները գսեբեք, սկզբից խոսեցվի։ Հասկանալով, որ տարբեր եկեղեցիներից եք։ Բայց ամենակարևորը ինչ է, որ հավատացյալ լինի դիմացի անձը, որ հետաքրքրություն ունի նրա մեջ, եւ թիվ 2, որ ինքը հավատացյալ լինելով հետաքրված է Քրիստոսի համար ապրել։ Մնացածը բոլորը երկրորդական են։ Երբեք մի մտածեք, որ օքեյ, ինքը մեր եկեղեցին է, որ կա, ես իրեն ոնց որ իմ հավատքից կդարձնեմ նրան։ Եթե կարողանաս սուրբ գրային ցևով համոզել, Տեր օրհնի։ Բայց դու ամեն բանի առաջ ցանկանում ես, որ աղջիկը հավատացյալ լինի եւ Տիրոջով, այսինքն լինելով, մեկը լինի, որ քեզ սիրում է եւ դու իրեն փոխադարձապես սիրում ես։ Մույս մնացածը երկրորդական բաներ են, որ ժամանակի առումով կամաց արդեն կլինեն։ Ուրեմն Սուրբ Գրքի համատեղ ուսումնասիրությունը կարևոր դեր ունի մոդեռնության կառուցման մեջ։ Աստվածաշունչը պետք է կենտրոնական դեր զբաղեցնի տանը։ Եթե Քրիստոսը պետք է լինի դրա դերը։ Թե սիրայտման այդ փուլի ընթացքում եւ թե իհարկե տան մեջ։ Եթե տան մեջ ազոխոսքը գերիշխող չէ, ինչը գերիշխող է։ Իմ քաղաքապարները, կնոջս քաղաքապարները։ Թիվ 3. Աղոթքը ամբրաբնթում է հոգևոր մոդեռնությունը։ Ինչպես որ 1 Պետրոս 3:7-ը սրանից առաջ կարդացել ենք, որ միասին աղոթքի քալը կարևոր է, հետո աղոթք կգանենք, կվերջանա, ետ միասին իրարու հետ մարդ եւ գին ժամանակ կանցկացնենք։ Նրա համատեքստի մասին խոսած էինք ուրիշ դասընթացում։ Բայց աղոթքը կարևոր դեղ ունի հոգևոր մոդեռնության մեջ։ Ուզում ես ավելի քո գինդ քեզ սիրարվի, աղոթող եղիր իրեն համար եւ միասին աղոթող եղեք։ Միասին աղոթող զույգերը միասին են մնում։ Միասին աղոթող զույգերը միասին են մնում։ Ցույց տուր, որ մարդ եւ գինը իրարու հետ չի աղոթում, եւ կարող է որ խնդիրներ կան։ Ինչու համար միասին երբեք չեն աղոթում։ Ես չեմ ասում, որ ամեն օր միասին 1 ժամ, 1 ժամ աղոթաժողով անեն։ Եթե կարող են, Տեր օրհնի, ինչու՞ չէ։ Բայց աղոթող եք միասին։ Միասին երկրբակելը խորացնում է միասնությունը։ 4. Ինչի որովհետև գիտենք Եբրայեցիների 10:25-ից մեկտեղ ժողվիլը մի թողոք ազոխոսք ասում, ասա միան իհարկե եկեղեցու համար չէ, առաջնակարգորեն է, բայց զույգերի համար է, որ զույգերն ավադացյալ զույգեր լինելով, նրանք էլ եկեղեցուց մասն են, չէ՞։ Նրանք էլ պետք է մեկտեղ ժողվիլը չի թողնουν։ Միասին երկրբակելը զորացնում է, խորացնում է այդ միասնությունը։ Կորպորատիվ երկրբակությունը քրիստոնյա զույգերի համար ընդրովի չէ, այն թթվածին է։ Ինչու որովհետև
մենք գիտենք Ազոխոսքում, նույնիսկ առաջին եկեղեցին Կորցք 2-ում միասին էին, միասին ժողովարանում էին, հավաքվում էին, աղոթում էին, Տիրոջ ընթրիքը միասին փորձարկում էին, հաց ուտում էին, եւ այդ ուրախությունը կար միմյանց հանդեպ նրանց մեջ, Տիրոջ ներկայությունը կար, ինչու որովհետեւ միասին հավաքվում էին, եւ նույնպես զույգերը պետք է որ Տիրոջ տունը լինեն։ Ես չես կարող ասել, որ բոլոր շաբաթ հոգնած եմ, հիմա Կիրակի եկեղեցի չգնամ, տունը on-line դիտեմ, երբ Դավիթ եղբայրը կարոզում է օրինակ։ Չէ, Դավիթ եղբայրը եթե պիտի մտի կանես, լավ կանես եկեղեցի գնաս, որը սա Ազո խոսքի համաձայն է։ Բարձրապես որ on-line այդ բատկամը, այդ ժողովը ոնց որ դրվում է, սա չի նշանակում, որ դու գարաս տունը մնա։ Կովիդի ադեն հասկացանք, որոշ ադեմ գար, որ այդպես կարող է մեզ ոմանք կամ շատեր անում էին։ Բայց հիմա ետ պետք է անդրադառնանք միասին հանդիպման եւ միասնական այդ երկրպագությունը զույգերի նկատմամբ խորացնում է նրանց միասնությունը։ Հոգևոր մտերմության սկզբունքներից էլի հետեւյալը կարևոր է նկատի առնել, որ հոգևոր մտերմությունը մինակ չի կարող մնալ, հապա ծաղկումը համայնքում։ 5-րդ այս միտքը 4-րդի հետ կապ ունի։ Հոգևոր հասունությունը եւ մտերմությունը ամուսնական համայնքում ծաղկում է։ Օրինակ, միասին եկեղեցի գնում ես, արդեն իսկ միասին փորձառություններ ունես։ Թեմաներ ունես խոսելու, աղոթելու, փամփասելու չասեցի եկեղեցի վրա, եկեղեցու ժողովրդի վրա։ Թեմաներ ունես խոսելու, աղոթելու։ Այդ համայնքում եղած, եկեղեցվո տարածքում եղած հոգևոր հաղորդակցությունը մտերմություն առաջացնում է զույգի կյանքում։ Եվ մենք սրա կարիքը ունենք։ Եկեղեցին այն այգին է, որտեղ ծաղկում է Քրիստոսի հետ մտերմությունը։ Չի ասում, որ ծնում է, չէ, չծնվում, հապա ծաղկում է, արդեն ծնված է հոգևոր այդ մտերմությունը Քրիստոսով, այդ զույգը Քրիստոսով են որովհետև, բայց եկեղեցիում այդ ծնված հարաբերությունը, մտերմություն ավելի ծաղկում է։ Տիվեց ներողամտությունը հիմնարար է, սրա մասին շատ խոսեցանք։ Ներողամտությունը յուղ է, որը թույլ չի տալիս ամուսնության շարժիչին, մաքինային գանք առնել։ Եվ որ ներողամտություն կա զույգերի միջև, այդ ամուսնությունը կշարունակե աճել։ Երբ ես շիդագեմ դու սխալ ես, դու պետք է խոստովանես, ես սխալ բան մճարեցի, եթե միշտ այսպես անենք, մեր ամուսնությունը ազորությունը չի կարող ունենալ։ Ներողամտությունը հիմնարար է հոգևոր մտերմության նկատմամբ զույգերի միջև։ Թիվ 7 հոգևոր մտերմությունը պահանջում է խոնարհություն։ Խոնարհությունը հողն է, եղբայրը ասում է, որտեղ աճում է հոգևոր մտերմությունը։ Ինչու որովհետև առանց խոնարհության ինչպես կարան քնազանդվել միմյանց, չէ՞։ Ինչ որ Եփեսացիներ 5:21 ասում է։ Առանց խոնարհության Աստված հագարակ է հբարներուն, ամբարտավաններուն, բայց խոնարհներուն շնորհ տալիս է Հակոբոս 4:6 ասում է։ Տիվուտ ամուսնության մեջ մտերմությունը պետք է օրինակ ծառայի հաշտեցման ավետարանի համար։ Ավետարանը հաշտեցման ավետարանն է։ Աստված մեզ նրա հետ հաշտեցրեց Քրիստոսով։ Եվ մեր օրինակով, երբ երկու անցիկ իբր զույգ, մարդ եւ կին, իբր ամուսնացած զույգ, նրանք իրարու հետ այդ ամուսնության մեջ, նրանց այդ մտերմության օրինակի մեջ, այդ խոնարհությունը, խաղաղասերությունը, ներողամտությունը մեր երեխաները կտեսնեն շարունակապար եւ ուրիշները կտեսնեն շարունակապար, նրանք կարևոր պատկերազարդումը տեսնում են հաշտեցման ավետարանի նկատմամբ, որ ինչպես Քրիստոս ցեզ արեց, դու գա նույնը անում եք միմյանց։ Եվ սա կարևոր է։ Մարդիկ մեզ դիտում են ոնց ապրում ենք։ Մարդիկ մեզ դիտում են
ոնց վարվում ենք մեր գիների հանդեպ։ Եվ ամեն մեր վարմունքը, վարվելագերբը, խոսվածքը, արտահայտությունը, զգացմունքային դրսևորումը մեր կնոջ հանդեպ գա մարդոց, եթե շիդագ անենք, գա մարդոց այդ հնարավորությունը տալիս է, որ մարդիկ ասեն փառք Աստծո, սրանք Քրիստոսավայել կյանք ունեն, Աստծո ավետարանի համաձայն է նրանց կյանքը, կան թե հակառակը։ Հաշտեցումը ամուսնության մեջ գործող ավետարանն է։ Հաշտեցումը ամուսնության մեջ գործող ավետարանն է։ Տիվինը սրբացումը համադեղ ճանապարհորդություն է։ Մենք ամուսնության մեջ բարձրապես եսասեր պետք չէ լինենք մեր ուրախությունը, մեր քեֆը, մեր անգիստը, մեր փապակները, որ իրակորձվեն մեր գնոջ միջոցով, չէ։ Մենք այո, այս բոլորը լավ են ունենալը Տիրոջ շնորհով մեր գնոջ միջոցով, մեր գիների միջոցով, բայց մեր նպատակը ինչ է, որ մեր գիները ավելի եւ ավելի քրիստոսանման լինեն սրբության նկատմամբ եւ մենք ալ նույնպես։ Հիշում եք Եփեսացիների 5:25-26-ում էլի կարդանք, որովհետեւ տղամարդոց համար սա կարևոր համարներ են սրանք։ Առաքյալ ասում ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Ինչու՞։ Որպեսզի բաճար կա նրան սրբացնի, ասակ։ Եվ դեռ ինչպես սրբացրեց, այստեղ բացատրում է։ Սրբացումը կարևոր է սա, եւ մենք պետք է իրար վրա մտածելով, իրար համար մտածելով, պետք է որ նպատակը լինի մեր անհատական առումով, ես ինչ անեմ, կամ ինչ չանեմ, որ իմ գինս ավելի քրիստոսանման լինի, սուրբ լինի։ Եվ ինքն անյունը պետք է մտածել, եթե ինքը չի հասկանում այս, պետք է մենք նրա խոսանք հետը բացատրենք, մեր կյանքով ցուցաբերենք, օրինակ լինենք, որ ինքն հասկանա, որ իր դերը իբր գին քո հանդեպ պետք է լինի, որ ինք նպաստե քո սրբացմանը գործընթացին։ Ամուսնությունը սրբացնող գործիք է Աստծո ձեռքում։ Ինչի որովհետև ամուսնության մեջ մենք շատ բաներ կսովորենք, քան թե պարզապես աշխարհում ապրելով կամ եկեղեցիում ծառայելով։ Շատ բաներ կա, շատ դասեր կա, միայն իբր ամուսնացած զույգեր կարանք սովորել, ուրիշով չկարելի։ Եվ դաս եւ վերջին հոգևոր մտերմության սկզբունքներից հոգևոր մտերմությունը ներառում է համատեղ ծառայություն, ինչի որովհետև միասին ծառայելը, իրար ծառայելը եւ Տիրոջ ծառայելը միասին կարևոր սկզբունք է։ Եվ մեր հոգևոր առողջության եւ գաբի իբր զույգեր նպաստում է, երբ դերը միասին ծառայում ենք, ինչի որովհետև Տիրոջ ծառայելու մեջ միասին լիքը փորձառություններ մենք ստանում ենք։ Օրինակ, երբ դու դուրդ բացում ես հյուրասիրության միջոցով, մարդ հրավիրում ես, դու եւ քո գինը պատրաստվում է, որ այդ մարդիկը կամ եղբայրները եւ քուրեր կամ նույնիսկ նրանք, որ դակավին հավատքի մեջ չեն, դու վկայություն լինում ես նրանց քո հյուրասիրությունով։ Եվ հյուրասիրությունը շատ անգամ բացակայ է մեր հոգևոր տների մեջ։ Միասին ծառայելը հոգևոր սոսինց է։ Միասին ծառայելը հոգևոր սոսինց է։ Ինչու՞։ Այդ սոսինցի պատճառով, միասին ծառայելու պատճառով մեզ միասին բահում է գբված։ Հաջորդ մասը սկզբունքային մտերմության սկզբունքներ։ Սերը համբերատար է եւ բարի։ Սերը համբերատար է եւ բարի։ Բարությունը սեր է աշխատանքային հագուստով։ Մենք սիրո մասին շատ կենտրոնացում ունենք, շատ անգամ, բայց բարությունը սեր է աշխատանքային հագուստով, ասում է եղբայրը։ Եվ սերը մենք գիտենք, սերը բարի է, համբերատար է, ներող է, խոնար է, եւ սրանք ոչ թե մեն հոգևոր սկզբունքների հետ կապ ունեն մտերմության նկատմամբ ամուսնության մեջ, հապա զգացմունքային ալ, ինչու որովհետև եթե զորնակ համբերատարություն չկա, բարի
վերաբերմունք չի գա միմյանց հանդեպ։ Դիմացինի զգացմունքները կվիրավորես, չէ՞։ Նրա համար պետք է նկատի առնենք, ոնց մենք վարվում ենք, խոսում ենք, ինչպես մենք դրսևորում ենք մեր նույնիսկ արտաքին գեցվածքը, նայվածքը, դիմակիցի այդ արտահայտությունը, հաջորդը հաղորդակցությունը ամուսնության նկատմամբ իհարկե գլխավոր է մտերմության առումով։ Խոսքերը կարող են ամուշներ կամ բادر կառուցել, ուրեմն այս եղբայրը ասում է իմաստուն կերպով ընտրեք։ Թյուրին չէ, նրա համար է որ գամած պիտի խոսանք։ Արագ խոսիլը, հա, իհարկե դեղեր կա որ բամը գիտես, կասես արագ կերպով, բայց երբեմն պետք է մտորես մի քիչ, 1-2 վայրկյան, 3 վայրկյան, կամ նույնիսկ պատասխան չտաս այդ ռոբեում սպասես, 1-2 ռոբե հետ կտաս պատասխանը։ Որովհետև չենք ուզում մեր գողագիցին ցավցնել այդպիսի հաղորդակցությամբ, որ չէ նրա համար, նրա սիրտը կարա կոտրել։ Նրա համար communication, հաղորդակցությունը կարևոր է, գլխավոր է զգացմունքային մտերմության մեջ ամուսնության նկատմամբ, որ մտերմությունը մեր ավելի լինի իրար հանդեպ։ Թիվ 3 կարևոր են համագրանքն ու հասկացողությունը։ Կարևոր են համագրանքն ու հասկացողությունը։ Եթե դրամարտը հասկացող չէ, համագրանք չի ցուցաբերում գնոջ դժվարությունների հանդեպ զոր օրինակ, ինչ տեսակի սիրտ ունի այդպիսի դրամարտը։ Մենք գիտենք գինը ինքը ավելի այդ դգար անոթն է, ինչ որ 1 Պետրոս 3 ասում է։ Եվ ինք սկացականորեն ավելի զգայուն է, քան թե դրամարտը։ Ես չեմ ասում, որ մեր սրտերը կարե շինված են։ Չէ։ Նրա համար է, որ շատ մի եղբայրներ աշապատավերջում ցախողվեցին, վախենում էին, որ իրենց սրտերը կոտրվեն աղջիկա մոտենալով։ Զգացեք ձեր գողագիցի հետ նախքան նրան նորոգելը, այսինքն սրբակրելը, շտկելը։ Պետք է գարեգից լինենք, համագրանք ցուցաբերենք, հասկացող լինենք նրանց հանդեպ։ Նրա շտկելը, այսինքն սրբակրելը, նորոգելը, այսինքն շատ հեշտ է, բայց սկիզբը պետք է զգանք նրանց հետ։ Մի խոսքով մենք մեր դերը դնենք նրա գոշիկների մեջ, ոնց ես կմտածեի, եթե նրա տեղը լինեի, չէ՞։ Զգացմունքային անվտանգությունը, թիվ 4, խթանում է վստահություն։ Զգացմունքային անվտանգությունը խթանում է վստահություն։ Հիշում եք Արագած 31:11-ում ինչ ասում է Արաքինի գնոջ նկատմամբ, նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը։ Կանոր հավատարիմ գին է, ազնիվ գին է, բարի գին է, սուրբ գին է, լավ գին է եւ այլն եւ այլն։ Նրա համար իր ամուսնու սիրտը նրա վրա վստահ է, չի կասկածում նրա վրա։ Իր զգացմունքները զգում են այդ անվտանգությունը եւ իհարկե այդ անվտանգության զգացումն ավելի խթանում է ավելի վստահություն գնոջ հանդեպ։ Նրա համար կարևոր է, որ մեր զգացմունքները քննարկենք, որ նայենք, որ մեր հարաբերության մեջ իբր ամուսնացած զույգեր գա որ մի բան, որ վնասում է, քան թե խթանում է իմ վստահությունը իմ գնոջ հանդեպ։ Անվտանգ սիրտը սիրո համար բերի հող է։ Ինչու, որովհետև երբ որ սիրտը հանգիստ է քո գնոջ վրայով եւ նրանն էլ քո հանդեպ, այդպիսի սիրտը, որ անվտանգությունը զգում է, բերի հող է, որ սերը ավելի աճի։ Մարդիկ այսօր այս արտահայտությունը օգտագործում են gentleman բառը։ Հավանական է, մեզ մեջ շատերը գիտեն ինչս է gentleman։ Gentleman այսինքն մի մարդը, որ լավ, դիբար, օրինակի մարդ է։ Եվ մենք ուզում ենք այդպիսի gentleman-ներ լինենք մեր գիների հանդեպ։ Թիվ 5.
Գիսված ուրախությունը բազմապատկում է մտերմությունը։ Գիսված ուրախությունը բազմապատկում է մտերմությունը։ Եվ սա է կնպաստի մեր զգացմունքային մտերմության սկզբունքները, սկզբունք է սա, եւ սա է կնպաստի մեր զգացմունքային մտերմության նկատմամբ։ Ինչու որովհետև երբ կյանքի մեջ որոշ սենք հաջողություն ունիս, որոշ հաղթություն ունիս, եւ այդ ուրախությունը դու գիսվում ես քո կնոջ հետ, սա լավ է։ Մի ասեր որ կարևոր չէ, այս հաջողություն ունեցա բիզնեսի մեջ, ինքը պետք չունի գիտնալու։ Այդ ցանկությունը գիսվելու եւ նրա ներգրավելու քո ուրախության մեջ, սա զորացնում է այդ մտերմության գաբը զգացմունքային միմյանց հանդեպ։ Քրիստոնեական ուրախությունը հանգամանքային չէ, այն ըստ ուխտի է, այսինքն հանգամանքային ասելով բարձրապես մեր հասարակության համար չէ, նախ եւ առաջ ըստ ուխտի է, Աստծո ուխտի համաձայն է եւ նրա համար պետք է նկատի առնենք մեր այդ մտերմության հարաբերության առումով իբր այրեր։ Մեր գիների հանդեպ պետք է միշտ նկատի ունենանք, որ սխալ բան չէ, ագարակը լավ բան է գիսվել մեր ուրախությունը։ Ինչու՞։ Նրանք սիրում են մտի գնել։ Գիները մեզանից ավելի, դուք գիտեք, սիրում են պատմել, խոսալ, զրուցել։ Տղամարդիկը մենք սովորաբար 1-2 բարերով, մի քանի նախատասություններով երեկոյան տուն գալիս ենք գործից հետքը, հոգնած կամ ոչ։ Մի քանի նախատասությունով ասում ենք ասելիքնից եւ վերջ։ Բայց գիները ցանկանում են մտի գնել։ Ուզում են գիտնալ բոլոր օրը ինչ արեցիր։ Իհարկե չես կարող բոլոր օրը պատմել, բայց մի քիչ խոսա, քեզ համար լավ է գիսվիր նրա հետ օրվա մասին, նամանավանդ երբ լավ բաներ կան, ուրախանալի բաներ կան, որովհետև սա բազմապատկում է մտերմությունը։ Գիսված մյուս կողմից, գիսված վիշտն էլ խորացնում է ամուսնական կապը։ Մի ասեք, որ եթե դարդ ունես, այդ դարդը միայն դու դակցրես քո սրտում եւ գինդ պետք չունի գիտնալու։ Սովորաբար ավելի լավ է քո վիշտը գիսվես կնոջդ հետ, որովհետև նա քո օգնականն է, Աստծո խոսքը ասում է Ծննդոց 2:18-ում։ Եվ եթե քո օգնականն է, ասել է որ Աստծուց տրված օգնական ունես, օգտագործիր նրան շիրակ ձևով։ Վշտի մեջ է բացահայտվում ամուսնության հոգին։ Վշտի մեջ է բացահայտվում ամուսնության հոգին։ Գիսված վիշտը խորացնում է կապը ամուսնության մեջ։ Այդ մտերմությունը զարգացնում է։ Թիվ 7։ Խոցելույթությունը ուժ է զգացմունքային մտերմության առումով։ Այսինքն հիմա որ խոցելիություն ասում ենք անգլերենով being vulnerable հետևյալը ասել է։ Այսինքն մի խոսքով դու մի եղիր այնպիսի անձը, որ չես ուզում արդահայտել դու քեզ որպես զորօրինակ դգար ադեներ ոչ հասկացող, ադեներ սխալ, ադեներ ոչ անքանա իմաստուն ինչ որ դու կարծում ես ես կամ գինդ կարծում է որ դու ես։ Խոցելի այսի մի խոսքով թույլ տուր որ դիմացինը հասկանա որ դու գադարյալ չես։ Ինչու որ մենք տղամարդիկը շատ անգամ մենք սիրում ենք մեր անձերը զորավոր ցուցադրել։ Մենք պետք է ինքնին զորավոր ցուցադրենք մեր կիները, քան որ դկար անոթներն են ասելով, մենք պետք է դկար լինենք նրանց առջև։ Հասկանում ենք, որ նրանք ավելի դկար անոթն են ֆիզիկական առումով, բայց սա չի նշանակում, որ չկա տեղ եւ ժամանակ, ուր դու գարած կնոջդ խոսակցության զրույցի մեջ հասկացնել, որ դու սխալ ես։ Քո ասած քահապարը շիդակ չէր, կամ մասամբ շիդակ էր։ Խոցելիությունը դգարություն չէ, հաբա ուժ է։ Հիշում եք 2 Կորինթացիների 12-ում, եւ որ Պողոս առաքյալ Տիրոջից խնդրեց, որ այդ մարմնի խայթոցը սատանայի
այդ բադգամապերը, հեշտակ բադգամապերը, այդ անձը իրեն նեղություն տալիս էր, 3 անգամ խնդրեցի դերը ոչ ասեց, հապա դերը ասեց իմ շնորհքս քեզ երիկա։ Եվ Պողոս առաքյալ ասեց, օքեյ ասեց։ Ինքը խոցելի էր։ Եվ մեր բոլորին ինքը հասկացնում է, որ ինք տկար մարդ է, բայց Քրիստոսի շնորհքը ունի, որ իրեն զորացնի։ Եվ մենք ալ ունենք այդ զորությունը Քրիստոսից։ Իսկական մտերմությունը սկսվում է այնտեղ, որտեղ դիմակներն ընկնում են։ Եթե միշտ մեր առջև դիմակներով մոտիկանանք մեր կնոջ, կարող է որ սխալ պատկեր նկարագրենք նրա առաջ։ Դու այդպես չես, ոնց այդպես դու ցուցադրում ես, որ ես։ Այդ դիմակը պետք է ընկնի։ Թող տեսնեմ, որ դու խոցելի ես, խնդիր չէ, սա զորություն է, քան թե այդ կարություն։ Խրախուսանքը զարգացնում է հուզական դիմադրողականությունը, կաչալերելը, խրախուսելը առաջացնում է, զարգացնում է այդ սկացական դիմադրողականությունը, համբերատարությունը, հարադևողությունը։ Ինչու որովհետև երբ իրար խրախուսում եք, կաչալերում եք, սա կարևոր է։ Պետք չունի ասելու, որ օգինս լավ ոգևոր անձ է, ես պետք չունեմ նրա խրախուսելու։ Չէ, խրախուսիր նրան։ Ասե նրան, որ գիտես շնորհակալ եմ այսօր, ինչ որ արեցիր ինձ օրհնություն էր։ Կաչալերիր նրան, քո խոսքով։ Խրախուսանքը հուզական մտերմության, սկացական մտերմության սրտի զարգն է։ Երբ մեկը կաչալերական խոսքեր ասե, մյուսին, նմանավան մարդը իր գնոջը, սա կարևոր դեր ունի գնգա սրդում ամուսինի նկատմամբ, որ ամուսինս միշտ միայն չի ասում, ես ինչ արեցիր, ինչու այսպես ջաշը սարքեցիր, ինչու այսպես ռիր երեխայի հետ, ինչու այդպես չրիր, չէ, միշտ այդպիսի հանդիմանական դոնով չենք կարող շարունակել իրար հանդեպ, եթե ուզում ենք մեր ամուսնությունները ավելի առողջ լինեն, ավելի մտերիմ լինեն, խրախուսանքը մեր զգացական մտերմության սրտի զարկն է։ Տիվինը գիսված երազանքներն ու նվադակները միավորում են սրտերը։ Երբ որ զույգը չի գիսվում մյուսի հետ, զույգի մի մասը չի գիսվում մյուս անձի հետ, նրա երազանքները, ցանկությունները, շիտակ սուրբքրային առողջ ցանկությունները, նպատակները կյանքի մեջ բաժանում կլինի։ Երտալով ավելի իրար մե կհերանան սրտերը, բայց երբ որ իրար հետ գիսվեն, նրանց երազանքները եւ նպատակները ավելի սրտերը միավորվում են, ինչու որ դու ներգրավում ես քո գինը, քո նպատակների, քո երազների մեջ։ Եվ ինքը ուրախանում է, որ դու կարևորություն տալիս ես նրան, որ ինքն էլ գիսվի քեզ հետ քո այդ ուրախությունդ։ Միասին երազեք, միասին աղոթեք, միասին աջեք։ Չդագա։ Աղոթելը կարևոր է, աջելը կարևոր է, միասին երազելն է կարևոր է։ Որտեղ մենք մեկ ընտանիք ենք, մեկ մարմին ենք, մեկ զույգ ենք։ Դասի եւ վերջին այս շարքում զգացմունքային մտերմությունը բանջում է միտումնավոր ժամանակ։ Զգացմունքային մտերմությունը բանջում է միտումնավոր ժամանակ։ Ժողովը 3-1 ասում է, որ ամեն ինչի ադենը կա։ Եվ մենք արտացինք, տեսանք երկերկոցից, այստեղ 7 ունեմ 11 եւ 12 համարները, ուր որ զույգը իրար հետ ժամանակ անցկացնում են։ Եղբայրներ ջան, չենք կարող մենք նույնիսկ ամեն օր երկար օրեմի հետ աշխատանքից դուն գալ եւ գնոջի հետ մի քանի րոպե անցնել եւ վերջ։ Հիմա օրեր կա, որ այո, հնարավոր է որ զորնակ կորձից դուն է գար եւ երեկոյան աղոթաժողով գա եկեղեցի պետք է երթաս, կամ ծառայություն ունիսնելու եկեղեցի պետք է գնաս, բայց ամեն օր երեկոյան եկեղեցի չի գա։ Ամեն օր երեկոյան եղբայրների հետ շփում չի գա։ Կարևոր է քո գնոջի հետ քոնը շաբաթը անգամը մեկ երեկո առնվազն մեկ երեկո ավելի լավ է մի օր մլման հետ անցնես։ Իհարկե, եթե երեխաներ ագան նկատի պետք է առնես նրանց էլ։
Բայց շատ անգամ մենք տղամարդիկս այդքան որ սպառված ենք շաբթվա գրվածքով ժամանակ չունենք։ Բացի երբ մենք ուզում ենք մեր գնոջ հետ ժամանակ անցնել սերական առումով։ Մա քույրերը աստեղ չկան, ավելի հասկանում ենք ինչ ուզում ենք խոսալ։ Էգինը աբուշ է, որ քեզի այո պիտի ասե։ Երբ դու բոլոր շաբաթը իրեն անդեսած ես եւ բարձաբես որ նրա գարիք ունես հիմա, ուզում ես հիմա, գալեցուր պիտի ասեք, ես գնա աստերից։ Ժամանակը սիրո արժույթն է, ասում է այս եղբայրը, ժամանակը սիրո արժույթն է։ It's the currency of love. Ուրեմն միդումնավոր ժամանակ անցկացնենք մեր գոհագիցի հետ։ Վերջին բաժինը ֆիզիկական մտերմության սկզբունքներ։ Սրանք էլ կարևոր են։ Սերական մտերմությունը Աստծո կողմից է նախագծված։ Ծննդոց 2:24 այսօր գարտացինք 1 Կորինթացիների 7-ից եւ Եբրայեցիների 13:4։ Ինչու որովհետեւ ասում է, չէ, ամուսնության անգողինը սուրբ է։ Սերական հարաբերությունը ամուսնության մեջ գեղդոտ չէ, այն սուրբ է։ Երևակայեցեք, այն բանը, որ Աստված ինք կարգադրած է, նախագծած է, նախասահմանած է մարդու եւ գնոջ միջև լինի, Տշնամին այս աշխարհի այս ընկած, ասենք, սկզբունքները, այս համագարկը ոչ աստվածային, որ մենք աշխարհը ասում ենք, նրանք առնում են այդ սուրբ բանը եւ ամուսնությունից դուրս եւ օրօգտագործում են, իհարկե մեզ համար Աստծո խոսքի համաձայն սա լինում է վադ, սա լինում է մեղք, բայց մարդու եւ գնոջ միջև սերական հարաբերությունը ամուսնության մեջ կեղդոտ չէ, հաբա հագարակը ընդունված է, սուրբ է։ Փոխադարձ համացայնություն եւ հաճույք։ Փոխադարձ համացայնություն եւ հաճույք։ Ինչու որովհետեւ հիշում եք մենք այսօր գարտացինք 1 Կորինթացիների 7:5-ից, որ ծեր անժուժգալության համար որոշ ադեմը իրար մե հերու մնացեք, աղոթքի նպատակով, գարասել ծառայության եւ այլն, եւ հետո շուտով ետ միացին եկեք, կովկովի եկեք, որովհետեւ սատանան ցես չփորձի, ծեր անժուժգալության պատճառով ասում է։ Նրա համար է, որ ասում ենք փոխադարձ համացայնություն եւ հաճույք, մարդը իր մարմինը չպատկանիր նրան։ Հիշում եք 1 Կորինթացիների 7-ի սկիզբը, հաբա գնոջը մարմինը չպատկանիր նրան, հաբա պատկանում է մարդուն եւ իրար հաջեցնելու յետևե պետք է լինեն։ Իրար հաջեցնելու յետևե պետք է լինեն զույգերը։ Փոխադարձ համացայնություն եւ հաճույք կարևոր սկզբունք է ամուսնական մտերմության նկատմամբ։ Ամուսնական մտերմությունը փոխադարձ ուրախության բառ է։ Փոխադարձություն կա։ Առանց այդ փոխադարձ զգացմունքներին ֆիզիկական առումով ամուսնությունը չաճիր, ոնց որ պետք է աճի։ 3. Ֆիզիկական կապվածությունը արտահայտում է սեր։ Ֆիզիկական կապվածությունը արտահայտում է սեր։ Մեկը թող չի ասի, որ դու միան ինձ սիրում ես, օրինակ կիները կարան ասել, չէ՞։ Դու միան ինձ սիրում ես իմ մարմնիս համար։ Քանի որ դու բամ ուզում ես ինձ արից, սերական առումով։ Չէ, բայց Աստված այդպես ստեղծած է, մենք տղամարդիկ այդպես ենք։ Ուրեմն այդ կապվածությունը մեր կողմից նրանց հանդեպ սիրո արտահայտություն է, բայց դա չի նշանակում, որ միակ կերպն է սիրո արտահայտության։ Տարբեր կերպեր կան սիրո արտահայտության։ Սա էլ մեկ ծևմն է։ Եվ իմաստուն գինը սա հասկանում է եւ նրա համար թույլ տալիս է, որ իր ամուսինը նրա սիրի։ Գուրգուրանքը ընտրովի չէ, այն բադվիրված է։ Չէ, Աստծո խոսքը ասած է, չէ։ Մարդը, որ իր գնոջ սիրի։ Գուրգուրանքը ընտրովի չէ, այն բադվիրված է Տիրոջից։ Տիվ 4. Չորրորդ ֆիզիկական մտերմության սկզբունք սերական մաքրությունը ամուսնության մեջ։ Մենք սրա մասին բավական խոսեցանք, որ Եբրայեցիների 13:4-ը, 1 Թեսաղոնիկեցիների 4:3-5-ը, Արագած 5:15-20-ը, որ ամուսնության մեջ այդ բադկանելիության միմյանց հանդեպ, այդ մաքրության միմյանց հանդեպ գաղափարը պետք է հաստատ մնա եւ հավատարիմ մնա իրար հանդեպ։
Նրա համար սերական մաքրությունը ամուսնության մեջ անհրաժեշտ է։ Մաքրությունը միայն նախաամուսնական չէ, այն հավերժական է։ Այսինքն մի խոսքով առաջ որ դու ամուսնացար, ասել չէ միայն այնտեղ պիտի մաքուր մնաս, որովհետեւ ամուսնանաս, որ սուրբ կրային ամուսնություն սեբի քո ամուսնությունդ։ Չէ, հետո էլ դեռ նորը սկսեցիր ամուսնացար։ Մի կարծեր որ երբ որ ամուսնանաս, այլևս քո սերական այդ փապակների սենք քանակը կամ որակը պիտի նվազի։ Ընդհանրակը, ինչու այսպես ասում եմ, որովհետև կան եղբայրներ երբեմն կարծում են, որ երբ նրանք ամուսնանան, այլևս զոր օրինակ ուրիշ սերական փորձությունների տակ չեն կարող ընկնել։ Ինչու որ ամուսնացած են ասելով։ Ադի սխալ է ադի։ Ես հիշում եմ, երբ պիտի ամուսնանայի իմ մոդիկ ընկերս, որ նրա գնքահայրն էի, 98-ին ամուսնացավ, ես 2001-ին նույն դպրոցը մեծացել ենք Լիբանում, ինքը Ամերիկա ապրում է։ Ուրեմն ինքը ասեց, ես կարծում եմ ասեց, որ երբ ամուսնանամ, այդպիսի փորձությունները ավելի կնվազեն։ Ինքը ասում է ոչ, ավելի փորձություն կա։ Ինչու ասեց, ես հարցրեցի ինչու, ես դեռ ամուսնացած չէի անեն, ասեց, որովհետև հիմա որ ամուսնացած եմ, ավելի համը գիտեմ այդ բաներին եւ ավելի ինձ բնական նորմալ թվում է այս բաները սերական հարաբերության մեջ, ավելի ոնց որ բարձ թվում է։ Քան թե սպես արկելք կա նրա առջև, ինչու որովհետև դու արդեն այլևս ամուսին ես, մարդ ես, այդ փորձառություն ունեցած ես, սա քեզ համար նորմալ թվում է։ Այդ, այսինքն այդ կողմանից, այդ անկյունից ինքը բացատրում էր ինձ, բայց էլի իհարկե մեր զրույցը այդ մաքրության հարցի նկատմամբ էր, ինչ որ այստեղ մենք խոսում ենք, որ ինչա լինի ամուսնությունից առաջ էլ եւ յետքն է այդ մաքրությունը սերական պետք է բաբանվի ամուսնության մեջ։ Թիվ 5. Մարմնի կառավարումը բադվում է Աստծուն։ Մենք մեր մարմինները Սուրբ Հոգու տաճարն են։ 1 Կորինթացիների 6:19-ից 20 ասում է։ Ընձայեք ձեր մարմինները, ձեր հոգևոր, բանավոր, պաշտոնն է, երկրպագությունն է սա, Հռոմայացիներ 12:1, Աստծու անշուշտ ընձայեք։ Ձեր մարմինը տաճար է, ոչ թե խաղալիք։ Ձեր մարմինը տաճար է, ոչ թե խաղալիք։ Եվ մեր մարմնի կառավարումը Աստծո պատվում է։ Աստված փառավորվում է, երբ մենք կարող ենք վերահսկել, կոնտրոլի տակ պահել մեր մարմինները շիդակ ցեով, մաքուր ցեով ապրելով։ Տիրոջ առաջ եւ մեր գնոջ նկատմամբ։ Թիվ 6. Ֆիզիկական մտերմությունը պաշտպանում է զույգերին ավելորդ քայտակություններից եւ անցյալի վերքերից։ Ինչու՞։ Եթե մենք լավ կյանքեր ունեցած չենք առաջ որ ամուսնացանք, անցյալի վերքեր ունենք։ Երբեմն այդ վերքերը մենք կարող ենք դակավին մեր հետ շարունակել, երել մեր ամուսնության մեջ այդ առումով, որ հիշում ենք նրանց։ Մեր առողջ ամուսնությունը մեզ գոքնի, որ մենք Տիրոջ շնորհով կամաց հաղթահարենք, մոռանանք այդ հին կյանքի վերքերը։ Եվ մեզ այդ մտերմությունը ֆիզիկական մարդու եւ գնոջ միջև մեզ պաշտպանում է ավելորդ քայտակություններից, ինչպես երեք ասեցինք, ես հիշում եմ, ասեցինք մի ադեն, որ եթե գինը իր բաժինը, իր կորձը, իր բարդականությունը չնե իր ամուսնուն անթև, ամուսինը ինքը գարիկներ ունի, կարող է սկսել մտածել դեպի դուրսը նայելով։ Սա չի նշանակում, որ ինք արդարացի է այդպես ընելով։ Ոչ։ Բայց կարող է փորձության դեղի տալ, այդ տեսակի փորձության։ Բայց երբ գինը իր բարդականությունը անի ֆիզիկական մտերմության առումով, իր ամուսինը արդեն բավարարված է։ Շնորհքը վերաշարադրում է գոտրված մտերմության պատմությունը։ Եվ այդ շնորհքը, այս բարակային շնորհքը, որ ասում ենք, ոչ թե միայն Աստծո բրգարար շնորհքը, բայց շնորհքը, որ Տերը տալիս է ամուսնական այդ ֆիզիկական մտերմության միջոցով։ Թիվ 7.
Ֆիզիկական մտերմությունը եսասիրություն չէ։ Մենք այսօր նույնիսկ անդրադարձանք առավոտուն 1 Կորինթացիների 7-ից 1-ից 9, որ այդ ֆիզիկական մտերմությունը քո բարդականությունը դե ծառայությունը դե գնոջդ համար, որ նրա հաջեցնես եւ նույնպես իր բարդականությունը որ քեզ հաջեցնե իբր ամուսին։ Նրա համար է որ եսասիրություն չէ։ Բայց եթե գինը չի ուզում եւ դու բնթես, նա եսասիրություն կդառնա։ Պետք է հարգես նրա թայմինգը, ժամանակը, կարող է ինքը պատրաստ չէ այն րոպեին, այն գիշերը, սպասես, հարգանքով մոտիկանաս, քո այդ քաղցրությունը, համբերությունը, հեզությունը ցուցաբերես, սիրաշահես նրան եւ ինքը հետո ազատորեն ինքը քեզ կտա։ Սերը բնդրում է մյուսի ուրախությունը, այլ ոչ թե իր սեփական բավարարվածությունը։ Սերը սա նշանակում, զոհաբերող է, չէ՞։ Սերը զոհաբերող է։ Սերը միայն նրանինը, իրենինը չի մտածեր։ Սերական մտերմությունը նորացնում է, թարմացնում է եւ ամրաբնդում է ամուսնական կապը։ Մենք գիտենք, որ սա շիտակ է, ինչու որովհետեւ այդ մտերմությունը մի անգամվա համար չի այդ հարաբերությունը, մի շարունակական հարաբերություն կա ամուսնու եւ նրա կնոջ միջեւ եւ այդպիսի մտերմությունը ֆիզիկական ամրաբնդում է ավելի, զարգացնում է, աճեցնում է ամուսնական սերը։ Աստված սերական մտերմությունը ստեղծեց նորացման համար, թարմացման համար, այլ ոչ թե ռուտինի համար, ռեժիմի համար։ Բարձրաց ռուտինի համար չէ, որով բարդականություն է, սա պետք է շաբաթը օրինակ 3 անգամ գնոջս հետ ես ֆիզիկական հարաբերություն ունենամ։ Չէ, սա բարձր ռուտինի համար չէ, ռեժիմ չէ սա։ Հապա որբեսի այդ նորացման, թարմացման, ուրախության անգամ եւս պատճառ լինեմ գնոջս եւ կինս ալ ինձ հանդեպ։ Այդպես պետք է մտորենք։ Թիվինը ֆիզիկական մտերմությունը պետք է արդացոլի զգացմունքային եւ հոգեվոր միասնությանը։ Իհարկե, եթե ֆիզիկական մտերմությունը առողջ չէ, ուրեմն ասել է, որ զգացմունքային եւ այդ հոգեվոր գաբը, այդ միասնությունը կարող է որ առողջ չեն նմանապես։ Հակառակն աշիդագ է։ Եթե հոգեվոր միասնություն եւ զգացմունքային միասնությունը լավ է, զույգի միջև, ֆիզիկականն էլ այդ մտերմությունն էլ լավ կլինի։ Բայց ասպարակայում սկզբունքը նա է, որ եթե ֆիզիկական մտերմությունը առողջ է, նա կարդացոլի զգացմունքային եւ այդ հոգեվոր միասնությանը։ Մարմինը հետևում է այնտեղ, որտեղ հոգին է դանում։ Ինչու որովհետեւ եթե այդ հոգեվոր գաբը, այդ զգացմունքային գաբը զորավոր է, այդ մարմնական այդ գաբն էլ, մտերմությունն էլ ֆիզիկական զորավոր կմնա։ Եվ վերջ, 10 եւ վերջինը ֆիզիկական մտերմությունը երկրպագության մի ցև է։ Ամեն բան արեք Տիրոջը բարքի համար, չէ՞։ Ձեր մարմինները ընծայեք Տիրոջը, իբր գենտանի զոհ։ Ֆիզիկական մտերմություն, նույնիսկ այդ մարդու եւ գնոջ միջև հարաբերությունը երկրպագական կամ երկրպագության մի ցև է, որը մենք մեր մարմիններով ցանկանում ենք, նույնիսկ մեր հարաբերության մեջ ամեն մեկ իր գնոջ հետ մենք ցանկանում ենք, որ մեր մարմնի այդ մտերմության միջոցով Աստված բարավորվի։ Եվ Աստված այո, բարավորվում է, ուրախանում է, ինչու որովհետև քանի անգամ կարդացինք Եբրայեցիների 13:4-ը, որ ասում է ամուսնությունը ամբողջովին բադվական է։ Աստծո առջև բադվական է։ Աստված բարավորվում է նրանով, երբ հավատարիմ ամուսնություն կա։ Սերական մտերմությունը ամուսնության մեջ աստվածային հաճույքի արագ է։ Ինչպես արագները, սերային մտերմությունը այս եղբայրը ասում է, որ կարծեք թե մի արագ մնե աստվածային հաճույքի։ Այսինքն մի օրինակ մը կարանք ասել, պատմություն մը, ինչ որ մի բանի միջոցով Աստված ցուցաբերում է, որ ինք ուրախանում է, հաճույք ստանում է, եւ շիտակ է սա, որ Աստված ինք ասեց, աճեցեք եւ շատցեք։
Սերը, ինչ որ անգլերենով սեքսը ասում ենք, եւ կարծում եմ Հայաստանում այդ տերմը օգտագործում ենք, սեքսը Աստծո գաղափարն է, սատանայի գաղափարը չէ։ Աստված ինքը ստեղծեց այդ գաղափարը, բայց մենք չիդակ ցևով պետք է այդ սերը, այդ սիրո գաբը, այդ սերական հարաբերությունը ընենք, օգտագործենք եւ բաբանենք Աստվածային այդ սահմանների համաձայն, որ ինք մեզ սովորեցրած է Աստծո խոսքի միջոցով։ Որով նրանից դուրս որ գանք, իհարկե, պիտի վնասվենք։ Դերը շարունակե եղբայրներ ջան, մեր ամեն մեկերնից սրտերում գործել, հավատարիմ բայել մեզ այն գոչումով, որ ներկայիս ունենք, կամ ամուսնացած, կամ չամուսնացած, եւ դերը տա, որ ամեն մեկերնիսա Տիրոջ կամքը հստակ լինի, հայտնի լինի իր ատենին, թե ամուսնությամբ, կամ ամուրիությամբ, բայց ամեն բանի մեջ ցանկանանք դերը բարավորել։ Թե ամուսնությամբ, մեր կիների հետ, ընտանիքների հետ, եւ թե եթե ամուրի մնացին, Բողոսի նման դակավին լիքը հնարավորություն ունենք աստվածահաճո կյանք ապրելու, իր օրինակին հետևելով Տիրոջ ծառայելու, կամ իբր ամուսնացած սույքեր Տիրոջ ծառայելու։ Երկուսն էլ հնարավոր են։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, համբերության համար եւ ուշով հետևելու համար, Փառքը Տիրոջ, ուրախ եմ, որ այս շաբաթավերջը միասին ենք, Տեր օրհնի։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, ով Տեր, որքանալ մենք ցանկանում ենք, որ մեր կյանքերը Քրիստոսավայել լինեն, բայց մենք գիտենք Տեր, շատ անգամ կարող ենք քո սիրտը չուրախացնել մեր տարբեր տեսակի եւ տարբեր մագարտակի անհազնություններով։ Ով Տեր օգնիր մեզ, որ քո խոսքի համաձայն ապրենք, հնազանդ լինենք, նույնիսկ այս բոլոր ճշմարտություններու, սկզբունքներու, մտքերու առումով, որ մենք այս շաբաթ ուսումնասիրեցինք ամուսնության հետ կապ ունեցող։ Ով Տեր օգնիր մեզ, որ հավատարիմ մնանք այն գոչումին, որ դու տված ես ամեն մեկերնուս։ Եվ Տեր, այո Տեր, մեր աղոթն է, որ թե մենք ամուսնացածները շարունակենք քո առջև քո շնորհով հավատարիմ մնալ, մինչև կյանքի վերջ, թե քեզ եւ թե մեր կիներին։ Եվ թե միևնույն ով Տեր, աղոթում ենք, որ մեր եղբայրները եւ մեր քույրերն, որ այս դասախոսության մեջ բացակայ են, ով Տեր, որ ամենքն ալ նրանց դեղը գտնեն կյանքում։ Աղոթում ենք, որ ամուսնանան։ Նրանց պապակները դու գադարես քո արած ջոխությանը համեմատ Քրիստոսով։ Բայց Տեր, եթե քո կամքը դե որ նրանցից ոմանց մնան ինչպես որ են, իբր ներքինի, ամուրիներ, թող Տեր նրանց կենտրոնացումը ելի լինի քո վրա, որովհետեւ քեզ աջեցնեն։ Տեր Հիսուս, այս բոլորը քո բարքի համար խնդրում ենք եւ գշարնագենք աղոթելով Տեր մեր երդասարդ եղբայրների քույրերի համար, որ նրանց սրտերը Տեր դու բացես, ցույց տվես, ցույց տաս երբ եւ ումի հետ կարողանան մոտիկանալ, զրուցել, հասկանալ, հասկացվել ամուսնության նպատակով, որովհետեւ Տեր Քրիստոսավայել ընտանիքներ գազմեն հորը բարքի համար Հիսուսի անով։ Ամեն։